Ողջույն։ Հասանք նոյեմբերի 4։ Հիմա դուրս եմ գալի Աճարան։ Այստեղ չգիտեմ թե շատ մեքենա է մեր հիմնարկի մոտ հավաքվել։ Լեցին 20 ապակաս։ Այսօր ուշ դուրս եկա։ Երևի երեկոյան ման գանք, հա։ Հələ որ գնանք, սենց Աճարանով գնամ շրջադարձ անեմ։ Այդ ձախից մեր հիմնարկն էր ապակեպատ, նախկին քարի և սիլիկատների գիտահետախուզական Հալը Ռամանովայի գրած կոմենտից հետո մեր ինստիտուտին սազում է գիտահետախուզական կոչվի, չէ՞։ Չնայած նախկին ես ինչ են շտապացնում, ինչ որ մեկը անցնելու է։ Կարող է Գազպրոմից գնում են պրոյեկտի տեղը իրանց յուրայի գրած Սարավ աղբյուրի վրա Այս բուսաբանականն է, աչից Այս գային գորած աչմտի կանգնի Ինչի կանգնեմ, որ հում եմ խանգարում Ես հում եկնել գնաց Ես ով է գնալու սենց շուխուր ընդերը Հետաքրքիր է ինչ տարբերություն, ես կանգնած եմ, թե դանդաղ գնում եմ այս կողմով։ Ոնց որ պրծան։ Շուխուրը։ Էս էլ կարմիր արևը։ Վայ մտավ։ Լավն է։ Ես սիրուն դուրս եկավ։ Գային զիջենք, վայ գայի չէր, տաքսի էր։ Իզուրել զիջեցի։ Հիմա մեզ պետք է զիջեն։ Ինձ թվում է ոչ մեկին չեմ զարմացնի, չէ, այս Աբովյանի պուրակն ենք անցնում։ Ոչ մեկը չի զարմանա, որ ասեմ սխալվեցի, պետք է հերացիով իջնեի։ Ինձ անի հյուրանոցի մոտ է պետք։ Նենց որ կորյունից պետք է նորից թեքվեմ։ Երկարացավ ճանապարհը։ Աբովյանն ենք, Աբովյանի վրա ենք, ձախից առաջի հիվանդանոցն է, աչից Ղուկասյանի այգին է, Այս բժշկականի տանիքը լավ է, ոնց որ չի փլվել, ոչ մի բան, փայտերը նույն ձևի դրած են, խփած են, եկանք կորյուն, Ձախից բժշկականն է Վայ ես աչ կողմը, ձախ կողմը ներևություն Այդ շենքը ավարտել են, հələ սպասեք, ստեղ տեղ կա, մի րոպե կանգնեմ նկարեմ, հա Նայեք, այս շենքը ավարտել են համարյա Ու ես ինչ ա գրած ՀՊԿ-ի և Եվրազեսի ակադեմիա ՀՊԿ-ն ինչ է? Ստեղ ջահել աղջկեք են ենթադրեցին, որ ինչ-որ ռազմական կառույց է Մի խոսքով չգիտեմ Ակադեմիա կառուցել են, վերջացրել են
Այս անատոմիկի շենքն է։ Ես էլ հայպետ նախագիծը Լևոն ջան, կա հայպետ նախագիծը, ես ասել եմ մի քանի անգամ, երևի չեք լսել։ Ուղղակի շենքի մեծ մասը վարձով են տվել իրանք։ Ու մեծ մասամբ հայպետ նախագիծը վերևի հարգում է։ Մնացածը վարձով էլի տենց ճարտարապետական կազմակերպությունների, բայց սեփական։ Դե ՀԱՊԿ-ն հələ կպարզենք այդ ինչ է։ Կամ էլ դե յուրան կոմենտներում կգրի։ Ով է ֆինանսավորում, ինչ արժի պրոյեկտը, ամեն ինչ գիտի։ Գնացինք։ ՀԱՊԿ ինչ-որ հարավ Ատլանտիկ պաշտպանության ինչ, կոալիցիա, թե ինչ-որ տես մի բան է։ Երևի այդ Սևերոատլանտիկի բլոկ, հա? Չէ, հարավը հյուսիս։ Մի խոսքով չգիտեմ։ Վայ, տեսակ մոռացա ցույց տամ։ Ներքին գործերի մինիստրությունը անցանք։ Ու այնտեղ արխիվում այ Արամ Մանուկյանի կիսանդրին էր դրած Մարմարից։ Փողոցը հիշում եք Արամ Մանուկյանը։ Այս Մոսկովյան խանջանն ենք անցնում, փողոցն է սխալ ասեցի։ Արամ Մանուկյան չէ, Արամի փողոցը։ Դե Արամ Մանուկյանի անունով է Արամի փողոցը դրած։ Ես ուշանում եմ, ստեղ էլ խցանում է։ Իմիջալից այս մի հոգին է, այնա գնաց։ Կանգնել էր սենց ու խցանում էր ապահովել։ Մի փչացել էր, թե խանութ էր մտել ուղղակի, չենք իմանա։ Արամի փողոցը հիշում եք։ Արամ Մանուկյանի անունով է։ 20-ական թվերի վարչապետն էր ոնց որ մեր հանրապետությունն են վախտվում։ Այս խցանման հեղինակի հետևից գնում ենք, մեզ են կոմա պետք։ Էլի չհասցրեցի։ Շարժվեցինք վերջապես։ Ստեղ էլ պետք է զիջենք հարգելի հետիոտներին։ Սայատնովա դուս եկանք։ Դենում եք 6:06 րոպե է։ Լրիվ մտնեց։ Գիտեք, ստեղ մի տեղ ելնի կկանգնեմ, հա։ Տեսակ, հենց ասեցի տեղը եղավ։ Այս անի շենքի տակը բար ռեստորաներ, ստեղ ինչ է։ Սնեժինկա։ Ես էլ այրեի տենց մի բան։ Ես ինչ եղավ, քրտնեց iPad-ը։ Ես սնեժինկայի վրա չէ կանգնեցինք։ Ես մուտքն է, անի, ու սենց դեպի Աբովյան։ Ես հայ ժողովուրդն է։ Իմիջալից ջերմաստիճանը չէին գերել, արտակարգ իրավիճակները, համար չգիտեմ։ Ես էլի անին, հա։ Ամենադեպս ջերմաստիճանը նենց չի, որ ես սրճարանում մարդ ելնի նստած։ Այսինքն ինչ, մի 7 աստիճան երևի։ Այն ներսը ուրիշ բան, ընդեղ նստած են, ֆոյեում։ Ստեղ կոնվերս բանկն է, մի փոքր բուն դրել, Անի տակ,
ու հասնում ենք Աբովյանի այդ անկյունը։ Եղել Էվրիկա գրուպն է սուպերմարկետ դրել անկյունում։ Ես էլ երևանցիները ամպերատար սպասում են լույսը փոխվի, փոխվեն, փոխվեց։ Ինձ թվում է հագուստները մարդկանց ջերմաստիճանի մասին ավելի լավ են խոսում, քան ստե այդ թվերը 7-8, չէ՞։ Սաղ էլ ճիշտ հագնված են։ Ու սենց Աբովյանն է բարձանում վերև սա Էթնովայից։ Են էլ Սուրբ Աննային տանիքն է երևում։ Դե ես փոխվեցի հայեր, հետո ինձ թվում է կհանդիպենք։ Աս 2-ին 25 է պակաս։ Սենց 24 ժամ բաց ապսեկա էլ պրոբլեմ չի Երևանում։ Ես Մոսկովյան փողոցն է։ Ես ամի հատ ես շենքը անկյունից է ցույց տամ։ Ես այդ գեղեցիկ շենքն է Մոսկովյանի Մաշտոցի անկյունում Ամերիաբանկ։ Այս Ամերիաբանկը Ռուբեն Վարդանյանինն է։ Մաշտոցը դեպի Մատենադարան։ Այս բալկոնները նայեք հետաքրքիր են։ Մութ ափսոս։ Իրանք հին Երևանում էլ այս տիպի բալկոններ կային։ Սարոյանը այսինքն արձոն է, էլի։ Այս Մաշտոցը դեպի Ֆրանսիայի հրապարակ սենց իրավիճակ է, 12-ին արդեն 20 պակաս։ Լավ մնաք հայեր ջան, ուրբաթն էլ վերջացավ։